Նա եկավ ու տեսավ Հայաստանը, ապրեց քարերի երկրում եւ հարգեց նրա պատմությունը։ Նորի մեջ գտավ հինը հնի մեջ շնորը։ Հարգեց, որովհետեւ զգաց, որ այս երկնքի տակ ապրող ժողովուրդը հավատում է իր ապագային, որ այդ ժողովուրդը ոչ միայն իզորի անտիվ զրկանքների գնով հարթել սեփական ճանապարհը, այլև անհրաժեշտության դեպքում մաքարել նաեւ հանուն ուրիշների երջանկության։ Եվ հենց այդպես էլ օրերից մի օր ասաց. Իմ ժողովուրդը պարտք ունի հայերի հանդեպ։ Երբ 1009 թվականին Բոլեսլավ Խիզախը հարձակվեց Կիևյան Ռուսիայի վրա, իմ հայրենակիցները լեհերի դեմ պատերազմում օգնության խնդրանքով դիմեցին բոլոր քրիստոնյաներին, որքան էլ տարօրինակ է, առաջինն արձագանքեցին հայերը։ Գագիկ թագավորի հրամանով իշխան Մամիկոնյանի հեծյալ գունդը եկավ մեզ մոտ։ 1920 թվականին իմ մայրաքաղաք Կիևն ազատագրել է հարավ-արևմտյան ռազմաճակատի 12-րդ բանակը, որի հրամանատարն էր Գասպար Ոսկանովը։ Տարիներ անց 1944 թվականի նոյեմբերին Կիևն ազատագրեցին Սարգիս Մարտիրոսյանի հրաձգային կորպուսի զորամասերը, այնպես որ ես պարտքս եմ հատուցում։ Աշխարհի ամենատարբեր մարտադաշտերում պատերազմները վարած զինվորականի համար հայոց նորորյա գոյամարտն այլ որակ ուներ։ Քանզի այն նման չէր բոլոր մյուս պատերազմներին, որոնց նա ականատես եղավ Եթովպիայում, Սոմալիում կամ Աֆղանստանում։ Սիրում էր անընդհատ հիշեցնել. ես վարձկան չեմ, ես պաշտպանում եմ իմ երկինքը։ Պատերազմը ռոմանտիկա չէ, կեղտ է, եւ եթե մարդիկ ինձ վստահել են, ապա պետք է արժանի լինեմ այդ վստահությանը։ Անատոլի Վլադիմիրի Զինևիչ ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 20-ին Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում։ 1953 թվականից սովորել է Պրոսկորովյան տանկային ուսումնարանում, ապա ուսումը շարունակել Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1986 թվականին ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի ղեկավար կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ Ծառայության ընթացքում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, այդ թվում Հայաստանում տեղակայված նախկին խորհրդային 7-րդ բանակի ղեկավար կազմում։ Նա ուներ վաստակած հանգստի անցնելու Ռուսաստանում քաղաքացիական խաղաղ կյանք վայելելու բոլոր հնարավորությունները, մանավանդ որ նոր էր վերադարձել Աֆղանստանից, ուր ծանր տարիներ էր անցկացրել։ Անատոլի Զինևիչին բնութագրելիս նկատում է Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Սակայն նա մնաց Հայաստանում, իրեն բնորոշ այդքան արդյունից կարելի է սխրանք անվանել։ Նրա երկրորդ սխրանքն լայն էր, որը ոչ թե սոսկ մնաց Հայաստանում եւ շարունակեց ծառայությունը զինված ուժերում, այլ ձգտում էր եւ գնաց առաջին գիծ Ղարաբաղ ու այնտեղ գլխավորեց բանակի շտաբը։ Եկավ ու մնաց, եւ ժողովուրդը ճանաչեց նրան։ Արժանացավ հայի ընդունելությանը, դարձավ բանակի ստեղծման եւ կայացման անդավաճան նվիրյալներից մեկը, վայելեց զինակիցների սերն ու հարգանքը։ Ատելով պատերազմը նա այդուհանդերձ պատերազմի մարդ էր, բնավորությամբ արտաքուստ կոշտ, ներքուստ, մեղմ ու անկալելի։ Լրագրողների հետ ունեցած հարցազրույցներից մեկում մի առիթով խոստովանել է. Հնարավոր չէ պատերազմին հարմարվել։ Ես միշտ ասում եմ, որ մեզ այլևս պետք չեն հաղթանակներ, մեզ հարկավոր է խաղաղություն։ Պատերազմում ամենածանրը դա մահն է։ Անչափ դաժան է ընկեր կորցնելը, բայց առավել դաժան է այն, երբ այդ մարդուն դու ես ուղարկել մարտի։ Դու այդ զինվորին չես տեսել, բայց դու ես նրան ուղարկել քո կողմից առաջադրված խնդիրը լուծելու։ Խնդիր, որի համար դու պետք է պատասխան տաս, իսկ նա զոհվել է, քանի որ դու ինչ-որ բան այնպես չես արել։ Եվ եթե այս ամենը քո միջով անցկացնես, ապա կզգաս, որ դա անտանելի է։ 1992 թվականից ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Անատոլի Զինևիչը նախ նշանակվում է Պաշտպանության նախարարի պաշտպանության հարցերով խորհրդական, իսկ այնուհետև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Սակայն նրա տարերքը գործող ռազմաճակատներ, եւ նա գործուղվեց այնտեղ, ուր վճռվում էր հայոց Արցախի ճակատագիրը։ Դա 1992-ի թեժ ամռանն էր, երբ հակառակորդի լայնածավալ հարձակման արդյունքում ճեղքվել էր Ղարաբաղյան զորքերի պաշտպանությունը եւ Մարտագծի հյուսիսային ուղղությունում թշնամին արդեն հասել էր Խաչենագետի մատույցների։
Եթե այս գետը եւ այս կամուրջը հանձնենք, ապա Ղարաբաղն էլ կհանձնենք։ Լինելով Մարտակերտի պաշտպանական հատվածում, ասաց Անատոլի Վլադիմիրովիչը, ապա դիմելով իր համհարզին ավելացրեց. «Չգիտեմ դուք ոնց, բայց ես մնում եմ։ Սա իմ 4-րդ պատերազմն է»։ Գործուղման ժամկետը նախատեսված էր ընդամենը 3 օր։ Զինևիչի առջև խնդիր էր դրվել այդ ընթացքում տեղում ծանոթանալ ինքնապաշտպանության կազմակերպման հետ կապված մի շարք հարցերի եւ վերադառնալ։ Սակայն իրադարձությունների բերումով այն անորոշ ժամանակով երկարաձգվեց։ Բանակի կազմավորման ամենապատասխանատու փուլն էր։ Անհրաժեշտ էր առանց հապաղելու գտնել օպերատիվ մարտավարական նշանակության մի շարք հարցերի պատասխաններ։ Այս պատերազմի բնորոշիչներից կարևորն այն գիտակցումն էր, թե մարդիկ ինչու են զենք վերցրել։ Տարիներ անց կհիշեր Անատոլի Վլադիմիրովիչը։ Մենք ձգտում էինք բոլորին իմի բերել, որպեսզի հեշտ լիներ ղեկավարելը, որ միասնական կամքի ենթարկվեին, միևնույն նպատակին ծառայեին։ Աներևակայելի ջանքերի շնորհիվ մենք շտկեցինք 92-ի օգոստոսին ստեղծված դրությունը, երբ մի սահմանի էինք հասել, որից ընկրկելը հավասազոր էր Ղարաբաղը կորցնելուն։ Արդեն 1992 թվականի ամռան վերջերին եւ աշնան սկզբներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կազմավորման ուղղությամբ իրականացվեցին մի շարք կարևոր գործընթացներ, որոնց արդյունքում Արցախում բանակաշինությունը թևակողեց որակական նոր փուլ։ Այդ առումով հատկանշական է Անատոլի Զինևիչի կատարածը։ Նրա անմիջական մասնակցությամբ կանոնավոր հիմքերի վրա դրվեց բանակի օպերատիվ կառավարման համակարգը։ Նպատակային աշխատանք իրականացվեց օպերացիաների մշակման եւ պլանավորման ուղղությամբ։ Հստակեցվեց զինված ուժերի կազմակերպահաստիկային կառուցվածքը, լուրջ ուշադրություն դարձվեց հրամանատարների դերի եւ հեղինակության բարձրացման, անձնակազմի շրջանում կանոնադրական փոխհարաբերությունների ձևավորման վրա։ Անդրադառնալով բանակաշինության ասպարեզում Զինևիչի բերած ծանրակշիռ ավանդին, տարիներ անց Արցախի հերոս գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը այսպես է բնութագրել նրա կատարածը։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում ներդրել է օպերատիվ պաշտպանության ղեկավարման համակարգը եւ շատ մեծ օգնություն է ցուցաբերել, որ այն կայանա որպես այդպիսին։ Անձամբ ես շատ բան եմ սովորել նրանից։ Օպերատիվ պատրաստության ժամանակակից համազորային գործողություններ մշակելու գործում իմ ուսուցիչը եղել է Անատոլի Վլադիմիրովիչը, մարդ, ով հրամանատարական ունակություններից ու գիտելիքներից բացի այդ ամենն ուսանելու, սովորեցնելու տաղանդով էր օժտված։ Ունենալով օպերատիվ մարտավարական պատրաստության հիանալի տվյալներ եւ մի քանի պատերազմներում ձեռք բերած գործնական ընդունակություն, Անատոլի Զինևիչը կարողանում էր իրեն հատուկ նրբանկատությամբ, ինչպես վերադասի, այնպես էլ ենթակա անձնակազմի շրջանում ներդնել այն ամենը, ինչը պահանջված էր կանոնավոր բանակ ստեղծելու համար։ Նա ուներ սեփական հնարավորությունները ճշգրիտ գնահատելու եւ միևնույն ժամանակ դիմացինի կարողությունները իրատեսորեն արժևորելու խիստ բծախնդիր բնավորություն։ Իսկ բնավորության այս գիծը շատ հաճախ իր արտահայտությունն էր գտնում հատկապես հակառակորդին գնահատելու դեպքում։ Մենք հասկանում ենք, որ հակառակորդին հարկավոր է հարգել անգամ այն դեպքում, եթե նա պարտված է, ասում էր Զինևիչը եւ շարունակում. յուրաքանչյուր խաղում, իսկ պատերազմը դա դաժան վայրենի խաղ է, հաղթում է նա, ով հաշվարկում է իր հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը եւ դրանց վրա խաղալով հասնում հաղթանակի։ Չի կարելի մտածել, որ հակառակորդը միամիտ է քեզնից ու գործ ունես անկազմակերպ ջոկատների հետ։ Այդ դեպքում ինչ արժեք կարող է ունենալ մեր հաղթանակը։ Աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած 3 պատերազմների մասնակից եւ 4-րդն անցնող զինվորականի համար Արցախյան ազատամարտն իր ձևի եւ բովանդակության մեջ իրոք առանձնահատուկ էր։ Նա դրանում համոզվում էր ամեն օր ու ժամ մարդկանց մեջ տեսնելով այն ծնվող ու հասունացող նվիրվածությունը, որն առավելապես հարիր է հայրենիքը սիրող զինվորի։ Եվ գուցե հենց դա էր պատճառը, որ Անատոլի Զինևիչը աշխարհի արդարամտությանը չհավատալով հանդերձ այդուամենայնիվ հավատով էր նայում արցախահայության ապագային։ Չեմ հավատում, թե աշխարհը համաձայնի Ղարաբաղին ինքնորոշման սեփական պետություն կայացնելու իրավունքը հենց այնպես նվիրել, թեև Ղարաբաղը իր դաժան կյանքով աներևակայելի ծանր պայքարով վաստակել է այդ իրավունքը, բայց ինչ անես, եթե քեզ այդպիսի հարևան է բաժին ընկել։ Ղարաբաղցիները ստիպված են պահանջել այն, ինչ օրինականորեն իրենց է պատկանում, եւ ռազմական տեսակետից դա բացարձակ իրողություն է։ Ղարաբաղյան հարցը այլ կերպ լուծելու ցանկացած փորձ իմ եւ ոչ միայն իմ կարծիքով այսօր անիմաստ է։
Երկու կարծիք այստեղ չի կարող լինել։ Զենքը ձեռքն առած մարդիկ ոչ մեկին թույլ չեն տա իրենց բախտը տնօրինելու։ Ոչ, սա անձնական կարծիք չէ միայն։ Արդեն գեներալ-մայորի ուսադիրներով Անատոլի Վլադիմիրովիչն այս խոսքերն ասաց Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից 3 ամիս անց։ Եվս 2 ամիս եւ 1994 թվականի հոկտեմբերին նա պիտի նշանակվեր Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ շտաբի պետ։ Հետպատերազմյան բանակաշինության թերևս ամենապատասխանատու փուլերից մեկն էր, երբ անհրաժեշտ էր ժամանակավոր խաղաղության ընձեռած հնարավորություններն օգտագործելով վերականգնել ու վերակազմավորել պատերազմից հյուծված ուժերն ու միջոցները, պլանավորել եւ համակարգված բնույթ հաղորդել զինված ուժերի առօրյա գործունեությանը, նպատակային միջոցառումներ իրականացնել շտաբների պատրաստության, բոլոր օղակի հրամանատարների մասնագիտական վարպետության բարձրացման ուղղությամբ։ Ոմանց կարծիքով մեր բանակի հաջողությունների գրավականն այն է, որ սպաները ակադեմիաներում չեն կրթվել, այսպես կեսկատակ կեսլուրջ ակնարկել է Զինևիչը, իսկ ապա ավելացրել, բայց սովորել ուշ չէ ոչ ոքի համար, այդ թվում եւ ինձ համար։ Եվ եթե մեր բոլոր գեներալները, պաշտպանական շրջանների հրամանատարները, սպայակույտերի պետերը բարձրագույն զինվորական կրթություն ունենային, ավելի վատ չէին կրվի, որ նրանց մեծ մասը բնատուր տաղանդներ են, փաստ է։ Նրանք լավ են հասկանում եւ կողմնորոշվում զինված ուժերի համակարգում ըմբռնում համազորային մարտի էությունը, սակայն պատերազմն իր օրենքներն ունի։ Անհրաժեշտ է ուսումնասիրել, այսպես ասած, պատերազմի կառուցվածքը, եթե իհարկե այս հասկացությունը համատեղելի է պատերազմի հետ։ Կարծում եմ, մեր միջին եւ բարձր հրամանատարական կազմին ուշ չէ մասնագիտական կրթություն ստանալ։ Սա թերևս Պաշտպանության բանակի նորանշանակ շտաբի պետի համոզմամբ հետպատերազմյան բանակաշինության զարգացմանը միտված կարևորագույն ուղղություններից մեկն էր։ Եվ այդ մասին նա ակնարկեց բավականին նուրբ ու դիվանագիտորեն, առանց նսեմացնելու որևէ հրամանատարի արժանապատվությունն ու կատարածը։ Գեներալը շատ լավ էր հասկանում, որ մեծ փոփոխությունները մեծ ժամանակ են պահանջում, բայց դրան զուգահեռ նաև գիտակցում էր, որ պարտված ու ռևանշի պատրաստվող հակառակորդի հարևանության պայմաններում անսպասելի պատերազմի վերսկսումը բացառված չէ։ Եվ հենց այս իրողության հաշվառումով կանոնավոր բանակի վերջնական կայացման անհրաժեշտությունը նա համարում էր ժամանակի անհետաձգելի պահանջ։ Բանակն առանց միանձնյա ղեկավարման դա բանակ չէ։ Պետք է լինի բրգաձև ենթակայություն, որի վերևում կանգնած է պարոն սպան, իսկ մյուս բոլորն առանց խոսքի իրենց պարտքի չափով պետք է կատարեն առաջադրված խնդիրները, կատարելագործեն մարտական վարպետությունը, իրենց սահմաններն այնպես ամրապնդեն, որ ոչ ոք չկարողանա դրանք խախտել։ Կանոնավոր եւ մարտունակ բանակն այսպես էր տեսնում գեներալը։ Պատերազմին հաջորդած փխրուն խաղաղությունը որքան երկարաձգվում, այնքան զորեղանում էր Արցախի զինված ուժերը։ Զորեղանում էր շնորհիվ իր շարքերում ծառայող նվիրյալների անդուլ եւ քրտնաջան աշխատանքի։ Երեկվա պատերազմում կուտակած փորձը նորորյա սերնդին փոխանցելու ճանապարհով, լսարաններում եւ զորավարժարաններում պարբերաբար կազմակերպվող ուսումնավարժական եւ մարտականին մոտեցված պարապմունքներով։ Հետպատերազմյան շրջանում զորքերի եւ զորատեսակների ներգրավմամբ անցկացված առաջին լուրջ զորավարժություններից մեկի ղեկավարը գեներալ-մայոր Անատոլի Զինևիչն էր։ Զորախաղերի ավարտից հետո բանակի շտաբի պետի կատարած եզրակացությունը հետեւյալն էր։ Մենք անցկացրինք զորավարժություն, որի նպատակն էր ոչ միայն ցուցադրել բանակի ուժերն ու միջոցները, այլ նաև ցույց տալ Ղարաբաղի զինված ուժերի կողմից ցանկացած րոպեի եւ անհրաժեշտության դեպքում հակառակորդի դիրքերին հարված հասցնելու մարտական պատրաստականության վիճակը։ Այս զորախաղերը, ինչպես ռազմական արվեստի, այնպես էլ զենքի եւ տեխնիկայի կիրառման, մարտի վարման տեսանկյունից մեծ խթան են հանդիսանում։ Զորավարժությունը ցույց տվեց, որ բանակը ցանկացած պահի եւ ցանկացած պայմաններում պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրը։ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ շտաբի պետի պաշտոնը 3 տարի վարելուց հետո 1997 թվականին Անատոլի Զինևիչը նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Նույն ժամանակահատվածում նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում։ Նման բարձր վստահությանն արժանացավ շնորհիվ իր ռազմական ու նաև մարդկային վեհ հատկանիշների։ Նա որքան բանիմաց եւ գիտուն զինվորական մասնագետ էր, նույնքան պարզ ու անմիջական էր մարդկային հարաբերություններում։ Այսպես են հիշում Զինևիչին ճանաչողները։
Ամենից ավելի սիրում էր ճշմարտությունը եւ այն ասում էր հենց երեսին, հաճախ ինքնատիպ հումորով։ Սա կավապետ էր, բերժակներ չէր սիրում, համեստ էր ապրում, բայց արժանապատվորեն։ Զգացմունքները երբեք շրջապատին ի ցույց չէր դնում։ Գեներալն ուներ մարդկանց ճանաչելու եւ նրանց գնահատելու բացառիկ ընդունակություն։ Գնահատականներ տալուց գերադասում էր խոսափել շռայլ որակումներից եւ արժանինքները ներկայացնել փիլիսոփայորեն։ Մի առիթով նրան հարցրել են, ով էր ամենավառ դեմքը Ղարաբաղյան պատերազմում։ Քիչ խորհելուց հետո իրեն հատուկ հանգստությամբ Զինևիչը պատասխանել է. Հիմա միլիոնավոր մարդիկ են շախմատ խաղում, իսկ քանիսն է նրանցից գրոսմայստեր։ Մի քանի տասնյակը, թող լինի 100-ը։ Տախտակին խաղաքարերը նույնն են, կանոններն էլ են նույնը, բայց խաղում են տարբեր։ Ոմանք առաջին քայլից այն կողմ ոչինչ չեն տեսնում։ Ուրիշները կատարում են 10, 20 քայլ։ Կյանքը շախմատ չէ։ Կյանքում քայլերը հաշվելը շատ ավելի դժվար է, բայց չկարողանալով հաշվել, նայելով միայն սեփական ոտքերին եւ անվերապահորեն հավատալով սեփական անմեղսունակությանը, մենք անպայման կխրվենք մեզ համար կործանարար բարձենկոտության ու ամբարտավանության հետ միաբանված դիլետանտության մեջ։ Այս խոսքերն ասելուց հետո նա մի պահ լռեց, ապա շարունակեց. Պատասխանում եմ ձեր հարցին, ամենավառ դեմքը Քրիստափոր Իվանյանն է, ով թողնելով հեռավոր Սանկտ Պետերբուրգը, չնայած պատկառելի տարիքին, եկավ պատերազմին մասնակցելու, եկավ սրտի կանչով, փառք ու պատիվ նրան։ Այս զրույցը տեղի ունեցավ 2000 թվականի ամռանը։ Դրանից մի քանի օր հետո գեներալը մեկնեց Դիլիջան, Լեռնային Հայաստան առողջարանում, ինչպես ինքն էր ասում, մի քիչ հանգստանալու եւ գրելու իր 4-րդ առանձնահատուկ պատերազմի մասին։ Ցավոք եղավ այն, ինչը թերևս չպետք է լիներ։ 2000 թվականի օգոստոսի 1-ին 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ մարտական խաչշքանշանի ասպետ գեներալ-լեյտենանտ Անատոլի Վլադիմիրի Զինևիչը։ Մարդ, ով միշտ այնտեղ էր, որտեղ դժվար էր։ Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներով Անատոլի Վլադիմիր Զինևիչը զորավարին ճանաչեց եւ հիշեց ոչ միայն հայ զինվորականը, այլև ողջ ժողովուրդը։ Մարդ, ում երեխաներն ու թոռները ապրում էին հեռավոր Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում, իսկ նա հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մարդ, ում բնավորությունը զարդարված էր համեստության, ազնվության եւ արդարության գույներով եւ միշտ ձգտում էր օգնել նրան, ով դրա կարիքն ուներ։ Սիրում էր անկեղծորեն ասել. Դուք պետականության ազգացողություն չունեք, օջախ, տուն, հող, այո։ Սակայն պետականությունն այլ բան է։ Եթե լեննականցի կամ երևանցի տղան դադարի կրկնել, թե եկել է պաշտպանելու Ղարաբաղը, ասես սա իր հայրենիքը չէ, այն ժամ միայն հնարավոր կլինի խոսել պետականության ազգացողության մասին, թե չէ նորից նույն երգը պետականության կորստի մասին։ Չէ որ այժմ այն ունեք, ուրեմն պաշտպանեք։